Լույս առավոտին շարունակում է, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր որ հենց այս պահին միացան մեզ, եւ այսօր արդեն խոսել ենք այս թեմայի շուրջ, բայց հիմա կխոսենք ել ավելի մանրամասն։ Այսօր Հանս Քրիստիան Անդրեասյանի ծննդյան օրը նշվում է մանկական գրքի միջազգային օր։ Այն սահմանվել է 1967 թվականին մանկական եւ երիտասարդական գրականության ոչ առևտրային միջազգային խորհրդի կողմից մանկական գրականության ու մասնավորապես պատկերազարդի առանձնահատկությունների, ինչպես նաեւ այն թյուրըմբռնման մասին, որ մանկական գիրքը միայն հեքիաթն է, խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է պատկերագրքերի հեղինակ, նկարազարդող, ռեժիսոր Լիլիթ Ալթունյանը։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Լույս առավոտի։ Շատերի մոտ կա, sense կարծիք, մանկական գրականություն, որ ասում են, մանկական գրքեր, պատկերացնում են ինչ որ նկարներով գրքեր ուշադրություն չեն դարձնում, բայց իմ կարծիքով ունենալով 3 երեխաներ, այո, իմ աչքը երբեմն թրթռում է այդ Հերոս Հայրիկյանը։ Այո, ես հասկացել եմ նաև մի բան, որ առաջին հերթին պատկերազարդ գրքերը նրանք, պատկերագրքերը կամուրջ են հանդիսանում այն գրականությանը, որը որ կամած աստիճանաբար պետք է երեխան կամած փուլ առ փուլ անցնի ու ամեն բան է կարևոր այս դեպքում, սկսած գույներից, պատկերներից, բովանդակությամբ տառերի չափից նույնիսկ։ Դա այդպես է թե ոչ։ Դուք ամեն ինչ ճիշտ նշեցիք։ Ամենագետ Կարեն Փորձի խոսում է։ Այո, պատկերագրքերը շատ կարևոր են երեխայի կյանքում։ Նրանք ձևավորում են ճաշակ, արվեստի նկատմամբ ընկալումը, երազելու, երևակայելու ունակությունը, գույները, նույնիսկ ինչու ոչ ոճային առանձնահատկությունները եւ իհարկե սերմանում են սերը գրականության հանդեպ, սերը գիրք առարկայի հանդեպ, գիրք առարկան, որը կարող է նրան պարգևել այդպիսի էմոցիաներ, հա, այսպես ասենք, եւ հետո հետագայում արդեն կամուրջ դեպի լուրջ գրականություն։ Պատկերագրքերը իմ կարծիքով իրենք նաև շատ կարևոր առաքելություն ունեն իրենց մեջ ինչ հարցում, հա։ Պատկերագրքերը հիմնականում, եթե չեմ սխալվում, նախատեսված են 4-ից մինչև 3-ից 7 տարեկան։ Կամ որ նաև 2 նայած երեխայի ընդունակությունն է։ Այդ ընթացքում մենք գործ ունենք այնպիսի մի երեխա հետ, որը որ շատ է խոսում, որը որ շատ հարցեր է տալիս ու այո, պետք է փաստենք, որ մենք տարբերություն զգում ենք այն երեխաների հարցերի միջև, որոնք կապ ունեն պատկերագրքերի հետ, առասարակ գրքերի հետ, ու այն երեխաները, ովքեր ցավոք սրտի կապ չունեն։ Այն երեխան, որը ինչ-որ կերպ կապ ունի գրքերի հետ, նա հեքիաթներ է լսում, նրան հետաքրքիր են հեքիաթները, նրա հարցերներն են շատ հետաքրքիր ու տարօրինակ, նույնիսկ մեծերի համար։ Ձեզ տվել են այդպիսի հարցեր։ Այո, ինձ տվել են, որովհետև իմ երեխաներից մեկը հստակ չեմ կարող հիշել, որ գիրքն ենք շատ հաճախ ընթերցում, մեր տանը շատ հաճախ են ընթերցում եւ բացի նրանից որ Աստվածաշունչ ենք մշտապես ընթերցում, մենք ունենք մեր շատ սիրելի պարոն Աջապահյանի կողմից հրատարակված գրված գրքեր, որոնք հիմա շատ արդի են մեր տանը կարդում են։ Մի հարց երեխաներից մեկը ասեց. «Պապ, չեմ հիշում ինչ էի կարդացել, օրինակ ինչու ցերեկը չեն երևում աստղերը»։ Ասացի բալես հայրենի համար սեղմիր մեկ, հետո կշփենք մի փոքր ավելի։ Դա ճիշտ է։ Տեսեք, այո, պատկերագիրքը դա լավագույն գործիքն է ծնող երեխա հարաբերությունը ձևավորելու համար։ Հիմնականում պատկերագրքերը կարդում են քնելուց առաջ, ինչ որ ոնց որ այսպես ապահով միջավայր է ստեղծում ծնող երեխա հարաբերության համար, երեխան այդպես իր էմոցիոնալ նախ երեկո է, արդեն էմոցիոնները բացվում են երեխայի, նա ինչ որ հարցեր է տալիս, որ կարող է ասենք ուրիշ ցերեկային խաղային արագ ինչ որ այդպեսի ստրեսային ժամանակներում չհարցնի այդպիսի հարցեր եւ կարծես երեխան փափկում է եւ այն հարցերը, որ իրեն հուզում են, որոնց մասին որ գուցե եւ ուրիշ ժամանակ չասեր, նա տալիս է ծնողին, ծնողը պատասխաններ է փնտրում երեխայի հետ, կապավարարում է երեխայի հետ ակրկրասիրությունը, այսինքն սա շատ կարեւոր գործիք է ծնող երեխա հարաբերության, երեխայի նաեւ հոգեբանական զարգացման, ինքը իրեն հասկանալու, իր հարցերի պատասխանները ստանալու համար, այնպես որ ձեր փորձն էլ դրա մասին խոսում է։ Այն բոլոր հարցերը, հա, որ կարող են առաջանալ թե աշխարհի հետ կապված, եւ թե ինքն իր հետ կապված, իր էմոցիաների, իր ապրումների հետ կապված։ Դուք որպես ռեժիսոր եւ նկարազարդող, երբ նոր գիրք եք ստեղծում, ո՞րն է այն առաջին գույնը եւ ձայնը, որ այսպես գալիս է ձեզ։
Առաջինը կոնֆլիկտն է գալիս, թե ինչի շուրջ եմ ես ուզում խոսել, ինչն է ինձ անհանգստացնում, հա, ես միշտ ասում եմ, որ ես գրում ու ստեղծագործում եմ գուցե իմ ներքին երեխայի համար ու ներքին երեխայի հետ, ու այն ինչ որ ինձ է այսպես խառնում, այ դա է առաջինը գալիս եւ հետո արդեն դրա շուրջը ձևավորվում է թե ինչ մեթոդով եմ ես դա ուզում փոխանցել մարդկանց, կան որ պատկերագրքերով, կան որ ֆիլմով, որը որ ոչ միայն երեխաներին է ուղղված, իմիջիայլոց, եւ կա նաեւ ուրիշ աշխատանքներ էլ։ Դուք ունեք 3 գիրք՝ Խավարի թագավորը, Երաժիշտ հրեշը եւ Կապույտ աղվես։ Ահա։ Ես չի ասի, որ նրանք միայն փոքրերի համար են, այս գրքերը նաև մեծերին շատ մտածելու տեղ են տալիս ընթերցելուց հետո, բայց ու ամեն մեկին դեպքում դուք անդրադառնում եք շատ կարևոր ինչ որտեղ նաև բարդ թեմաների, այ որքանով է փոքրիկի ուղեղում սա անցալելի, հա, այսինքն հեշտությամբ նա կհասկանա ինչի մասին է խոսքը գնում, թե սա նաև այն հնարավորությունն է, որ ծնող երեխա կապն է կրկին ստեղծվում, միասին քննարկելու, միասին հասկանալու, այ ինչու է սա այսպես կամ ինչ է սա նշանակում։ Իրականում ես չեմ տարբերակում անկեղծ ասած ստեղծագործությունները մանկական կամ ոչ մանկականի, իմ համար դա երկակի է եւ շատ սիրում եմ C.S. Lewis-ի խոսքը, որ ասում է, որ այն մանկական գրականությունը, որը միայն մանուկներին է հետաքրքիր, լավը չէ։ Եվ ես ուզում եմ, որ իմ գրքերը ծնողը երբ որ կարդում է երեխային, ինքն էլ մի բան հասկանա, ինքն էլ մի հատ հետ գնա վերանայի, ինչ որ հարցերի պատասխաններ փնտրի երեխայի հետ ու այդ երկխոսությունը երկկողմանի լինի, հա։ Նախ դա, հետո երբ որ ստեղծագործել եմ իմ ներքին երեխայի համար, իրեն այս հարցերն են հուզել ու ոնց որ ես հավատացել եմ, որ գուցե կան էլի երեխաներ, ում այս հարցերն են հուզում, որտեղ ես նաև կարևորում եմ ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները երեխաներին հասցնելը, օքեյ, լավ, շատ լավ է հեքիաթները, որ գրվել են, չգիտեմ, քանի տարիներ առաջ, այդ ժամանակի համար շատ լավ են դրանք, կարդալը, իմանալը, բայց այսօրվա ստեղծագործողները ինչ են ստեղծագործում, այ իրանց հետ էլ շփումը ինձ թվում է շատ կարևոր է։ Եվ իրականում հաջորդ հարցը հենց այդպիսին էր, այսօր Հանս Քրիստիան Անդերսոնի ծննդյան տարեդարձն է եւ եթե ընդհանուր զուգահեռներ ենք անցկացնում, մանկական գրականության մեջ ինչ փիլիսոփայություն է փոխվել այս տարիների ընթացքում։ Լավ հարց եք տալիս։ Ես կարծում եմ, որ մենք ավելի երկրայնացել ենք, այսպես ասած, հողեղեն ենք դարձել, մեր խնդիրները շատ ավելի առօրեական են դարձել, այդ հեքիաթային այդ ուռճացված, հա, պատմությունները ավելի նրբացել են, մենք այսօր խոսում ենք երեխաների վախերի հետ կապված, օրինակ անկողնուտակի հրեշի հետ կապված եւ ոչ թե ինչ որ անտառում ապրող ինչ որ չար պարավի, հա, այսպես ասեմ, ավելի առարկայական խնդիրներն ենք փորձում լուծել երեխաների եւ դա ճիշտ ասած մի 60 տարի ինչ սկսվել է, հոգեբաններն են դա կարևորում շատ եւ երբ որ գրքերը ստեղծվել են, նրանք ոնց որ փորձել են հասկանալ, իսկ ոնց անենք, որ այս գիրքը ավելի օգտակար լինի երեխային, մանավանդ պատկերագրքերը, ես պատկերագրքերի մասնագետ եմ, եւ փորձել են դնել այնպիսի խնդիրներ, հա, որոնք որ երեխային պրակտիկ պետք կլինեն։ Իսկ թվում է դա է փոխվել։ Այ մենք քիչ առաջ նաև փոքր անդրադարձանք գույներին, հետաքրքիր դուք ինչ տեղ եք տալիս գույներին, որովհետև հոգեբանները հիմնականում նշում են, որ յուրաքանչյուր գույն երեխայի վրա տարբեր ազդեցություն է թողնում եւ ասում են, որ սևն ու սպիտակը ել ավելի ընկալելի է։ Դա այդպես է։ Սևն ու սպիտակը փոքր տարիքի համար շատ ավելի ընկալելի է, մեզ երբեմն թվում է, որ փոքր են, ուրեմն պետք է վառ գույներ լինի, բայց ոչ շատ փոքր տարիքում կոնտրաստն է շատ կարևոր երեխաների համար։ Դրանից հետո արդեն գույները նմանատիպ ազդեցություն ոնց որ բոլորիս վրա, հա, այդպես էլ երեխաների վրա գույները ունեն իրենց ազդեցությունը։ Ես ուղղակի իմ պատմությունների մեջ նաև գույնն եմ օգտագործում որպես արտահայտչամիջոց։ Այսինքն որոշ պատմություն, օրինակ Խավարի թագավորի մեջ գույնը հանել եմ ընդհանրապես ցույց տալու համար խավարը եւ հետո ոնց որ գույնը դնում եմ ցույց տալու համար այն գունավոր աշխարհի լիությունը, որը խավարը եւ լույսը միասին են ստեղծում։ Եվ Կապույտ աղվեսի մեջ էլ գույնը էլի շատ կարեւոր դեր է խաղում ինձ համար, որպես ստեղծագործող, քանի որ ես նաև համ
պատմությունն եմ գրում, համ նկարազարդումներն եմ անում, ինձ շատ հեշտ է այս թեմաների հետ խաղալը, որովհետև երկուսն էլ ինձնից են էլի ծնվում։ Ու այդտեղ ձեր երեխաներն են։ Այո, գույնը ես այդտեղ եւս մեկ էլեմենտ եմ ընկալում, որի հետ կարողանում եմ խաղալ, իսկ ընդհանրապես պատկերագրքերի մեջ գույնը շատ կարևոր դեր է խաղում, որովհետև տալիս է այդ էմոցիոնալ ֆոնը պատմության, որտեղ երեխան կարող է չընկալել տեքստը ու մենակ նկարները նայել, օրինակ շատ փոքր երեխան կարող է ինքը թերթել եւ միայն նկարները նայել եւ ինքը գույնից արդեն ընկալում է ինչ տիպի պատմություն է այդ պատմությունը։ Ես օրինակ հիշում եմ մի քիչ շատ հետ եմ գնում, երբ մենք ենք երեխա եղել, դպրոցական ենք եղել, գրքեր կային, որ իմ կարծիքով գիրքը պիտի լինի կանչող, գրավող, հետաքրքիր, քո մեջ պիտի մաքսիմալ ցանկություն առաջանա այդ գիրքը շատ արագ յուրացնելու, ընկալելու, անցնելու հաջորդին, բայց հիմա ցավոք սրտի, ես հիմա նայում եմ իմ երեխեքը ինչ գրքեր են կարդում դպրոցական, խոսքը դրա մասին, որտեղ մենք տանը ուրիշ գրականություն ենք տալիս ու ուրիշ գրքեր ենք տալիս։ Այն ինչ գրքեր են բերում մենք, նստում ենք դաս ենք անում, ես նայում եմ գրքերը, նայում եմ պատկերը, նայում եմ այսպես գրված ամեն բան, ես անկեղծ քարկապ եմ ընկնում։ Դուք եք դա նկատում թե ոչ։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար ես երեխաներ չունեմ եւ դպրոցի չեմ շփվում։ Այդ հարցերը չեմ կարող նկատել։ Ես կարող եմ նկատել, որ ընդհանուր ճաշակը մեր պատկերազարդման դեռ այն որակը չի, որը որ պետքա լինի, որը որ պետքա մատուցենք գրքերը երեխաներին։ Մենք ցավոք սրտի շատ թեթև ենք նայում, հա, նկարազարդմանը։ Մենք մտածում ենք դե մի երկու հատ նկար է, էլի ինտերնետից էլ կքաշենք, կդնենք, կոպիտ ասած, բայց ճաշակի ձևավորումը, գունային զգացողությունը, ոճը, այդ ամեն ինչը պետքա լավագույնը լինի երեխաների համար, չէ՞ որ իրենք այդ գրքերով իրենց ճաշակն է զարգանալու եւ աղամյուսով նրանք լինելու են այս երկրի քաղաքացիները, ովքեր իրենց շրջապատն են այդպեսին տեսնելու։ Դրա համար օրինակ ես անձամբ շատ եմ կարևորում, դրա համար փորձում եմ մաքսիմալ իմ գրքերում դա տալ, բայց ընդունում եմ, որ մնացած ոլորտներում բավարար չի։ Լիլիթ ջան, իրականում կա մի կարծրատիպ եւ այսպես կարող ենք ասել գոյություն ունի մի կարծրատիպ, որ մանկական գիրքն անպայման պետք է լինի հեքիաթը։ Ինչպես եք դուք ձեր արվեստով կարողանում կոտրել այդ թյուր ըմբռնումը եւ հետաքրքիր եւ խորքային ինչ-որ շերտեր բացել մանկական ընթերցողի եւ նաեւ մեծահասակի համար։ Դե նախ պատմությունները արդեն իրենք հեքիաթային չեն, իրենք magical են, այսպես ասած, կախարդական են, բայց հեքիաթային չեն, իրենց մեջ կա այդ հավես հրաշքի ինչ-որ նպատակների, երազանքների, երազելու այդ հատկությունները կան, բայց իրենք կլասիկ հեքիաթներ չեն։ Հետո ես իմ գրքերում փորձում եմ օրինակ Խավարի թագավորում մանավանդ փորձել եմ ավելի ինտերակտիվ մի բան մտցնել։ Կմոտեցնեք Այսինքն այն ինչ որ կարդում է երեխան, նաև ինչ որ չափով շոշափում ու տեսնում է գրքի մեջ։ Դա էլ է կարծես իրեն գրքին ավելի շատ ոնց որ ինտերակտիվությունն է ապահովում։ Եվ նաև workshop-ներ եմ անում, փորձում եմ մարդկանց մի քիչ խոսել, տեղեկացնել, սովորեցնել, որ մի քիչ կտրվենք այդ կարծրատիպից, որովհետև ժամանակակից մանկական գրականությունը շատ ավելին է, քան հեքիաթը, կան բանաստեղծություններ, կան մեծ պատումներ, կան տարբեր տարիքային բաժանումներով ստեղծագործություններ, եւ ժամանակակից մանկական գրողները այսօր մեծ, ասենք, հարգանքի են արժանանում, մեծ չգիտեմ, միջազգային փառատոներում, ասենք, մասնակցում են եւ այլն եւ ուղղակի սահմանափակվել հեքիաթ ժանրով, հա, որտեղ հեքիաթը ժանր է, ոչ թե գրքի տեսակ կամ ստեղծագործություն, շատ քիչ է, էլի, մանկական գրականության համար։ Մենք շնորհակալ ենք շատ, իրականում մենք շատ ավելի հարցեր ունենք ու դուք այնպեսի մարդ եք, որի հետ զրուցելը միայն մի մեծ հաճույք է ու դա կփաստի նաև մեր հեռուստադիտողը։ Ես հուսով եմ, որ մենք ձեզ կրկին հյուրընկալենք մեր մոտ, ձեր էներգիայի,
ձեր ֆանտաստիկ այս գրքերի համար շնորհակալ շատ։ Ես եմ շատ շնորհակալ, ուրախ եմ, որ այս հնարավորությունը ունեցա։ Ձեզ մեծագույն հաջողություններ ենք ցանկանում եւ իսկապես շնորհակալ ենք, որ ձեր առավոտը կիսեցիք մեզ։ Այո, իսկ մեր հեռուստադիտողին առաջարկում ենք տանը ունենալ այս գրքերը, որովհետեւ այս տեսախցիկը կոնտեքտում տանը ունեցեք այս գրքերից ու գիտեք ավելի կարևոր ու լավ է, երբ որ երեխային քնելուց առաջ կամ օրվա մեջ ընթացքում ոչ թե տալիս եք հեռախոսը, որ զբաղացնեք ձեր երեխային ու դուք 5 րոպե շունչ քաշեք, այլ երբ որ դուք երեխային զբաղեցնեք կարևոր հետաքրքիր սիրուն գրավող գրքերով, նա հանգիստ կթողնի ձեզ ու կգտնի իրենը ու հավատացած եղեք դուք էլ կգտնեք ձեր նայք իմ Անահիտը գտել է իրեն ստեղ չի Անահիտը։ Իսկ մենք հիշեցնենք ևս մեկ անգամ, որ մեր հյուրն էր պատկերագրքերի հեղինակ, նկարազարդող, ռեժիսոր Լիլիթ Հալթունյան։ Շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Անցնենք առաջ եւ սպասենք արդեն դիմավոր ենք մեր հաջորդ հյուրերին, ովքեր արդեն այստեղ են։ Մնացեք մեզ հետ։